Պլաստիկը դադարել է շրջակա միջավայրից առանձին բան լինելուց։ Այժմ այն գործում է դրա ներսում, աստիճանաբար քայքայելով բնական գործընթացները։ 20-րդ դարի կեսերից աշխարհում արտադրվել է ավելի քան 9 միլիարդ տոննա պլաստիկ։ Այն դարձել է ամենապահանջված նյութերից մեկը և օգտագործվում է գրեթե ամենուր, տրանսպորտից և ավիացիայից մինչև բժշկություն, կոսմետիկա և կենցաղային ապրանքներ։ Ընդ որում, այդ ծավալի միայն 10%-ից պակասն է վերամշակվում, իսկ հիմնական զանգվածը պարզապես կուտակվում է բնության մեջ։ Օրինակ վերցնենք սովորական պլաստիկե շիշը։ Ժամանակի ընթացքում այն չի անհետանում, այլ տրոհվում է ավազահատիկի չափի մասնիկների 5 մմ-ից պակաս։ Սա է կոչվում միկրոպլաստիկ։ Նման մասնիկների մի մասը մենք դեռ կարող ենք տեսնել, բայց շատերն արդեն սովորական փոշու տեսք ունեն։ Եվ այս պլաստիկե փոշին շարունակում է մանրանալ հետագայում։ Մասնիկները դառնում են այնքան փոքր, որ դրանք անհնար է տեսնել նույնիսկ սովորական մանրադիտակով։ Դրանք հազարավոր անգամ ավելի բարակ են, քան մարդու մազի հաստությունը, կարող են ավելի փոքր լինել, քան մեր օրգանիզմի բջիջները և շատ բակտերիաներ։ Եվ սա արդեն նանոպլաստիկ է։